Քաղաք Սպահան գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, մայրաքաղաք Թեհրանից 340 կիլոմետր դեպի հարավ։ Սպահանը եղել է կարևոր կենտրոն պարսկահայության համար, հատկապես նոր գյուղաթաղամասը։ Քաղաքում կան մեծ թվով հուշարձաններ, որոնք վերաբերվում են 16-ից 19-րդ դարերի իսլամական ճարտարապետության շրջանին։ Հատկապես հայտնի են Նախշե Ջահան կամ Իմամի հրապարակը և Ուրփաթորյա մզկիթը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Սպահան քաղաքի անվանումը միջին պարսկերեն Սպահան անվանման արաբացված տարբերակն է, որը գալիս է հին արաբերենից և նշանակում է սպադա, այսինքն բանակ։ Քաղաքը տեղակայված է Զայանդերուտ գետի հովտում, Զագրոս լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքի կլիման համեմատաբար մեղմ է, արտահայտված սեզոնային փոփոխություններով։ Սպահանից դեպի հյուսիս մինչև 90 կիլոմետր գոյություն չունի որևէ լեռնային արգելք և հյուսիսային քամիները փչում են հենց այդ կողմից։ Սպահանը տեղակայված է Իրանը հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք հատող գլխավոր երթուղիների վրա։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1590 մետր, տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 355 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է +2-ից 28 աստիճան Ցելսիուս, ֆիքսված ջերմաստիճանային մաքսիմումը 42, մինիմումը 19 աստիճան Ցելսիուս է։ Սպահանի հարավային և արևմտյան շրջաններն ունեն լեռնային ռելիեֆ, արևելքում և հյուսիսում բերքատու հարթավայրեր են։ Բնակչությունը 2016 թվականի մարտհամարի տվյալներով կազմում էր 1,961,260 մարդ։ Սպահանը Իրանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Թեհրանից և Մաշհադից հետո։ Սպահանի պատմությունը հասնում է մինչև պալեոլիթ։ Վերջին հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են գտածոներ, որոնք վերաբերում են պալեոլիթին, մեզոլիթին, նեոլիթին, բրոնզե և երկաթե դարերին։ Հին Սպահանը Էլամը եղել է պետության մի մասը։ Ասպադանա անվամբ քաղաքը դարձավ Մադայի թագավորության վիլայեթների գլխավոր քաղաքներից մեկը, երբ այնտեղ հաստատվեցին իրանական մադացիները։ Արդյունքում նահանգը դարձավ Աքեմենյանների դինաստիայի մի մասը, իսկ արշակունիների կողմից Իրանը Մակեդոնիայի տիրապետությունից ազատելուց հետո պարթևական թագավորության մի մասը։ Սպահանը մեծ նահանգի կենտրոնն էր, որը կառավարում էին արշակունիները։ Սասանյանների ժամանակ Սպահանը կառավարում էր արքունական բարձր պաշտոններ զբաղեցնող ազնվական ընտանիքների անդամների կողմից։ Այդ շրջանում Սպահանը համարվում էր կարևոր ռազմական կենտրոն հզոր պաշտպանական կառույցներով։ Քաղաքի մերձակայքում բնակվում էին մեծ թվով հրեաներ և քրիստոնյաներ։ Իրանի վերջնական պարտությունից հետո քաղաքը գրավեցին արաբները։ Սպահանը, ինչպես և Իրանի մյուս քաղաքները, ընկան արաբական տիրապետության տակ մինչև Աբասյանների ժամանակաշրջանը։ 10-րդ դարում Հուվայհիների ժամանակ Սպահանը վերագտնում է իր նշանակությունը։ Մելիք Շահ Սուլթանի օրոք Սպահանը դարձավ Սելջուկների պետության մայրաքաղաքը։ 11-րդ դարում Սպահանում ապրել է հայտնի իրանցի փիլիսոփա Աբու Ալի իբն Սինան։ 13-րդ դարում մոնղոլները թալանեցին քաղաքը։ 1387 թվականին տեղի ունեցավ Լենգ Թեմուրի արշավանքը։ Քաղաքը գրավվեց, սակայն անմիջապես տեղի ունեցավ ընդվզում Դարբին Ալի Քոչապիի ղեկավարությամբ։ Ժողովրդի զայրույթը թափվեց Լենգ Թեմուրի զինվորների և հարկահավաքների գլխին։ Ընդվզումը ճնշելու ժամանակ Լենգ Թեմուրը ցուցաբերեց ծայրաստիճան դաժանություն, կոտորվեց շուրջ 70,000 մարդ։ Սակայն իր աշխարհագրական լավ դիրքի շնորհիվ Սպահանը արագ վերականգնվեց և սկսեց ծաղկել, հատկապես Սեֆյանների օրոք։ Սպահանի ոսկե շրջանը սկսվեց 16-րդ դարում Շահ Աբասի օրոք։ Շահը Սպահանը դարձրեց Սեֆյանների մայրաքաղաքը, որն այդպես մնաց 100 տարուց ավելի։ Շահ Աբասի օրոք Սպահանում կային այգիներ, գրադարաններ ու մզկիթներ, որոնք ապշեցնում էին եվրոպացիներին։ Իրանցիները քաղաքն անվանեցին Նեսֆե Ջահան, ինչը նշանակում է աշխարհի կեսը, այդպիսով ցանկանալով ասել,
որ Սպահանը տեսնելը նշանակում է տեսնել աշխարհի կեսը։ Սպահանն այդ ժամանակ աշխարհի խոշորագույն քաղաքներից էր, մոտավորապես 600,000 բնակչությամբ։ Քաղաքում կային 163 մզկիթներ, 48 դպրոց, 1801 կրպակ և 263 հասարակական բաղնիք։ 1722 թվականին Սպահանը գրավեցին աֆղանցիները, որոնք թալանեցին այն։ Քաղաքի մեծ մասը վերածվեց ավերակների։ Այս հարձակումը, ինչպես նաև առևտրի համար ավելի էժան ծովային ճանապարհների բացումը պատճառ դարձավ, որպեսզի քաղաքն աստիճանաբար անկում ապրի։ 18-րդ դարի կեսին Սպահանը դադարեց լինել Իրանի մայրաքաղաքը։ Այսօր Սպահանը Իրանի մեծությամբ երրորդ քաղաքն է։ Այստեղ արտադրվում են գորգեր, տեքստիլ, մետաղյա և ձեռագործ աշխատանքներ։ Սպահանի պողպատի գործարանը խոշորագույններից է տարածաշրջանում։ Այն կառուցվել է 1960-ից 1970 թվականներին։ Սպահան մեգապոլիսը ներառում է Նաջաֆաբադ, Խանե Իսֆահան, Խոմեյնի շահր, Շահին շահր, Զերին շահր և Ֆուլադե Մոբարաքե քաղաքները։ Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին բացվել է մետրոյի առաջին ուղղությունը։ Սպահանում գործում են խոշոր նավթամշակման գործարան, մետալուրգիական կոմբինատ, ռազմաօդային ուժերի կայան և Հեսսա ավիաարտադրող ընկերությունը։ Այստեղ հավաքվում է ուկրաինա-իրանական իր Ան-140 ինքնաթիռը։ 2007 թվականին Սպահանում անցկացվել է դպրոցականների ֆիզիկայի միջազգային 38-րդ օլիմպիադան։ Պետական կրոնը իսլամի շիա ուղղությունն է։ Քաղաքում բնակվում են նաև մեծ թվով քրիստոնյաներ և այլ կրոնական փոքրամասնություններ։ Սպահանի քույր քաղաքներ են համարվում Բալբեկը Լիբանանից, Բարսելոնան Իսպանիայից, Դակարը Սենեգալից, Երևանը Հայաստանից, Էլ-Քուվեյթը Քուվեյթից, Լահորը Պակիստանից, Կահիրեն Եգիպտոսից, Կաթմանդուն Նեպալից, Կուալա Լումպուրը Մալայզիայից, Հայդարաբադը Հնդկաստանից, Հավանան Կուբայից, Մարակայոբոն Վենեսուելայից, Յաշը Ռումինիայից, Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանից, Սիանը Չինաստանից, Ստամբուլը Թուրքիայից, Վենետիկը և Ֆլորենցիան Իտալիայից, Ֆրայբուրգ իմ Բրայսգաուն Գերմանիայից։ Նախշե Ջահան հրապարակ, ինչպես նաև Իմամի հրապարակ։ Խոշոր հրապարակ Իրանի Սպահան քաղաքում։ Ներառված է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Ներկայումս հրապարակը հայտնի է Նախշե Ջահան անվանմամբ, որը թարգմանաբար նշանակում է աշխարհի նախշ։ Նախքան 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը հրապարակը կոչվում էր Շահի հրապարակ։ 1598 թվականին, երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս առաջինը որոշեց մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը։ Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել Զայանդերուդ գետի աջափին։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահադին Ալ-Ամիլին էր։ Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին Նախշե Ջահան հրապարակը և Չահարբաղ փողոցը, որը թարգմանաբար նշանակում է չորս այգի։ Նախշե Ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը։ Շահ Աբբասի հրամանով պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը։ Ինքը Շահ Աբբասը բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված Ալի Ղափու պալատում։ Հրապարակի ամենահայտնի պատմական հուշարձաններից է Իմամի մզկիթը, որը համարվում է Սպահանի
ամենախոշոր մզկիթը և աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը։ Իմամի մզկիթը գտնվում է հրապարակի հարավային մասում։ Հրապարակից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ջամե կամ ուրբաթորյա մզկիթը, որը ոճով նման է իմամի մզկիթին։ Նախշե Ջահան հրապարակի մյուս կարևոր կառույցներից է Շեյխ Լյուտֆուլլայի մզկիթը, որը տարբերվում է իր գեղեցկությամբ։ Մզկիթը տեղակայված է հրապարակի արևելյան մասում։ Հրապարակի հյուսիսային հատվածում տեղակայված է Սպահանի շուկան։ Այն համարվում է Իրանի խոշորագույն շուկաներից մեկը, որը ձևավորվել է Սելջուկների դինաստիայի ժամանակաշրջանում։ Սպահանի շուկա, հնագույն շուկա Իրանի Սպահան քաղաքում։ Միջին Արևելքի ամենահին և ամենախոշոր շուկաներից մեկն է։ Սպահանի շուկայի մասին առաջին հիշատակումները արվել են Սելջուկների և Սեֆյանների ժամանակաշրջանում։ Աշխարհի ամենաերկար փակ շուկան է։ Իրենից ներկայացնում է 2 կիլոմետր երկարությամբ փողոց, որը հին քաղաքը կապում է նորի հետ։ Շուկան մի քանի անգամ քանդվել է։ Շուկայի ժամանակակից կառույցը համարյա ամբողջությամբ վերաբերում է 17-րդ դարին։ 1590 թվականին Շահ Աբբասը որոշեց Իրանի մայրաքաղաքը տեղափոխել Սպահան։ Նոր մայրաքաղաքին շքեղություն և փայլ հաղորդելու նպատակով Շահը հրամայեց ամբողջությամբ վերանախագծել քաղաքը։ Նախագծի ամենակարևոր նպատակը կենտրոնական հրապարակի կառուցումն էր, որը շահին կապահովեր անհրաժեշտ բոլոր ենթակառույցներով։ Այն պետք է լիներ այսպես ասած պալատական հրապարակ։ Արդյունքում կառուցվեց Նախշե Ջահան հրապարակը։ 1602 թվականին սկսվեցին հրապարակի կառուցման աշխատանքները։ Սկզբում վերակառուցվեց կամարների մեկ հարկանի ճակատամասը։ Մի քանի մեծ ու փոքր դարպասներով մարդիկ կարող էին մտնել հրապարակ և դրա հետևում տեղակայված շուկա։ Այնուհետև կառուցվեց վերին հարկը, որտեղ գտնվում էին արհեստավորների խանութները։ Սկզբում հրապարակը շրջապատված էր 200 խանութներով։ Յուրահատուկ հատակը կառուցված էր մարմարից, իսկ հետագայում ավելացված էլեմենտները իրենցից ներկայացնում էին սալիկներ և քարեր, որոնց վրա արված էր գեղագրություն։ Նախշե Ջահան հրապարակի շուկայի հիմնական նպատակը շահի ու նրա պալատականների կարիքների բավարարումն էր։ Այդ իսկ պատճառով այն կոչվում է նաև շահի շուկա։ Շուկան այսօր էլ հանդիսանում է Սպահանի գլխավոր առևտրային կենտրոնը, և դրանում կարևոր դեր ունի շուկայի գտնվելու վայրը։ Ժամանակի ընթացքում շուկան մեծացել է։ Այսօր այն շրջապատված է մեծ թվով առևտրի սրահներով։ Բացի արհեստավորական խանութներից, շուկայում կան նաև բաղնիքներ, ռեստորաններ և սրճարաններ։ Սպահանի շուկայում կարելի է առանձնացնել 3 բաժին։ Առաջին՝ տեքստիլ բաժին, կտորից մինչև պատրաստի ապրանք։ Երկրորդ՝ սնունդ և համեմունքներ։ Եվ երրորդ՝ տնային պարագաներ։ Վերջին 50 տարիների ընթացքում շուկայի մեծածախ առևտրի բաժինը տեղափոխվել է քաղաքի այլ շրջաններ և նույնիսկ Թեհրան։ Որոշ ժամանակակից խանութներ հներին դուրս են մղել շուկայից։ Ներկայումս շուկան իրականացնում է ևս մեկ կոմերցիոն ֆունկցիա՝ զբոսաշրջային օբյեկտի դեր։ Դա հանգեցրել է խանութների թվի ավելացման և դրանց աշխատանքի ձևի փոփոխման։ Որոշ կրպակներ արտադրում են կոնկրետ զբոսաշրջիկների համար նախատեսված ապրանքներ, և շատ արհեստավորական կրպակներ գործում են միայն այն պատճառով, որ դրանցից գնումներ են անում զբոսաշրջիկները։ Շուկան բաղկացած է մի քանի շուկաների շինություններից։ Գլխավոր շուկան Ղեյսարիե շուկան է, որը տեղակայված է Իմամի մզկիթի դիմաց։ Նրանք, որ մյուս շուկաներից ավելի փոքր են, կոչվում են բազարչե։ Պահեստն առանձին կառույց է և ունի առանձին բակ, առանձին միջանցքներով։ Նախկինում պահեստը օգտագործում էին էշերի և ուղտերի միջոցով բերված ապրանքը պահելու համար, և հենց այնտեղ էլ մնում էին առևտրականները։ Շուկայի ներսը լուսավորելու համար
Ճարտարապետները նախագծել են հատուկ գմբեթաձև խաչմերուկներ այն վայրերում, որտեղ խոշոր առևտրական փողոցները խաչվում էին։ Յուրաքանչյուր գմբեթ ունի անցք, որից արևի լույսը թափանցում է ներս։ Շուկայի տարածքում կան գմբեթաձև նկուղներ, որոնք չունեն պատուհաններ և մեծ սրահներ, որոնք կիսով չափ գտնվում են գետնի տակ ու նույնպես չունեն պատուհաններ։ Հետազոտողները կարծում են, որ այս վայրերում եղել են պահեստները։ Իրանում էլեկտրականության հայտնվելուց հետո մեծ թվով արհեստավորներ սկսեցին աշխատել այդ սրահներում, ինչի հետևանքով շուկայում գործող խանութների և կրպակների թիվը ավելացավ։